Թուրքիայում ժողովրդավարության ջատագովներից մեկի Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլն էր։ Ավտորիտար ռեժիմի կապանքներից ազատվելու համար 100 հազարավոր քաղաքացիներ հեղեղել են Թուրքիայի խոշոր քաղաքների փողոցները։ Երկիրը հայտնվել է ինքնիշխանությունը կորցնելու սպառնալիքի շեմին։ Ստամբուլը եռացող կաթսա է հիշեցնում, որտեղից էլ սկսվել են Թուրքիայի ներքին թեժ խմորումները։ Բազմահազարանոց բողոքի ցույցերն անցկացվում են չնայած դրանց արգելքի նույնիսկ մեծաթիվ ոստիկանների ներկայությանը։ Իրավապահ ուժերը շրջափակել են քաղաքապետարանը, փակել ճանապարհներ ու Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակը։ Մարդիկ հավաքվել են քաղաքապետարանի, Ստամբուլի համալսարանի, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքի մոտ։ Սրանք բոլորը քաղաքական որոշումներ են, այսպես է մտածում Թուրքիայի բնակչության մեծ մասը։ Այս երկրում չկա ոչ արդարություն, ոչ օրենք։ Մենք պետք է աջակցենք Իմամօղլուին, անկախ նրանից, թե որ կուսակցությանն է պատկանում, որովհետև սա ոչ թե Իմամօղլուի, այլ Թուրքիայի ժողովրդավարության դեմ հեղաշրջում է։ Քաղաքապետարանի մոտ հավաքվածների առջև ելույթ ունենալով ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելն ասել է, որ իշխանությունը չի կարող կանգնեցնել իրենց այս պայքարում։ Այն ինչ տեղի ունեցավ հեղաշրջման փորձ էր։ Էքրեմ Իմամօղլուին չեն զրկում նախագահի թեկնածու լինելու ազատությունից, այլ ազգին են զրկում նրան ընտրելու հնարավորությունից։ Իմամօղլուն երբեք ընտրություններում չի պարտվել։ Էրդողանն էլ, որը նույնպես երբեք չի պարտվել, բազմիցս ասել է, ով վերցնի Ստամբուլը, կվերցնի ամբողջ երկիրը։ Էրդողանն ավելի շատ է հավատում Իմամօղլուի հաղթանակին նախագահի ընտրությունում, քան ես։ Իմամօղլուի կինը նրա ձերբակալությունն անվանել է նպատակային քաղաքական օպերացիա, որն ուղղված է Թուրքիայի հաջորդ նախագահի վերացմանը։ Սա ուղիղ հարված է ազգին, մենք շարունակելու ենք պայքարը։ Էրդողանի իշխանության դեմ սպառնալիքը վերացնելու համար, ինչպես Էքրեմ Իմամօղլուն էր հայտարարել, ժողովրդի դեմ կիրառում է չարիքի գործիքը, որպես զսպող ուժ օգտագործելով իրավապահ մարմիններին։ Անկարայում ու Ստամբուլում բազմահազարանոց հանրահավաքներն ուղեկցվում են բախումներով։ Խաղաղ ցուցարարներին ցրելու համար իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, պղպեղի փոշի ու մահակներ։ Ընդհարումների հետևանքով կան տուժածներ, այդ թվում իրավապահներ։ Ժամ առ ժամ ավելանում է բերման ենթարկվածների թիվը։ Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել նաև Ստամբուլի համալսարանի տարածքում ուսանողներին ցրելու համար, որոնք բողոքում էին Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը հետ կանչելու որոշման դեմ։ Ցուցարարները պնդում են, որ Թուրքիայում արդարություն, օրենք չկա, թեպետ Էրդողանի ավտորիտար ռեժիմը հակառակն է փորձում համոզել, ինչին գրեթե ոչ ոք այլևս չի հավատում։ Մեր սահմանադրության 9-րդ հոդվածում հստակ ասվում է, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև, ոչ մեկին չեն կարող արտոնություններ տրվել։ Թուրքիայում դատական համակարգն ամբողջովին անկախ է։ Թուրքիայի հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ օրենքի գերակայությունը հիմնարար սկզբունք է։ Արդարադատության նախարարը հերքել է Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ քաղաքական հետապնդման մեղադրանքներն ու քննադատել նրանց, ովքեր Էրդողանին կապում են ընդդիմության դեմ բռնաճնշումների ու ձերբակալությունների հետ։ Բողոքի ալիքը հասել է նաև խորհրդարան։ Թուրքիայի ընդդիմությունը բողոքն արտահայտում է նաև օրենսդիր մարմնում, խոչընդոտելով նրա աշխատանքը։ Թուրքիայում դեր քաղաքական իրավիճակն այնքան է լարվել, որ իշխանությունն արդեն ցայտնոտի մեջ է։ Երկրի պաշտպանության նախարար Յաշեր Գյուլերը հրամայել է վերադարձնել թուրքական զորքերը Սիրիայից Էրդողանի իշխանությունը ուժով պահելու համար։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։